Պարոն Ծառուկյան, ինչպեսի Հատացակը այո, ես եմ գլխավորել։ Բազմեք վարչապետ չեմ ուղին դա։ Այսքան որ կապ ունի դա ով է գլխավոր։ Այսինքն դուք չեք գնում հաղթանակի։ Ցանկացած մասնակցող գնում հաղթանակի, ուզում եք գնացեք նեսը կամ հարցազրույց տամ, եթե կարելի։ Ով է ձեր Ներողություն, ուրեմն ես ձեր բոլորին շատ հարգում եմ։ Եկե հասել եք հավաքվել եք ասել, ես պատասխանեմ ձեր բոլոր հարցերին պատասխանելու։ Մեկ-մեկ հարցը տվեք պատասխան։ Ուրեմն ես ասել եմ, քանի որ ես շփվում եմ ժողովրդի հետ ամեն օր, արվեստ, մշակույթ, աշխատող, բժիշկ, դասախոս, գյուղացի ու լսելով մարդկանց, որ մարդիկ ասում են, այ ընտրությունից առաջ, այ օրինակ, որ մեկը լիներ, ունևոր, կայացած, բայց անձնական հարց չդներ, պաշտոնի չձգտեր, ասում որ չլներ, անձնական ինչ-որ պաշտոնի համար էլ ձգտում չուներ, մենք համախմբենք իր կողք, ինքներ կանոներ ձևավորել, կազմակերպել, գնայինք ընտրության եւ այս հարցերը կարգել միջակայքը լավն է։ Դրա համար ես այսօր ասում եմ, որպես Գայք Ծառուկյան, անձնական ոչ մի հարց չունեմ, ոչ մի պաշտոնի հակում չունեմ, իմ ժողովրդի ցանկությունը, որ ես լսում եմ ամեն օր, գնում եմ, հավաքել եմ մարդկանց, այն մարդկանց, որ տարբեր ոլորտի լավ ինչ որ ներկայացներ են, արդյունավետ աշխատողներ են, ձեռագիր ունեն, մարդկանց հավաքել են, նույն մարդիկ են ասում, մեզ պաշտոն պետք չի, կարևոր պաշտոնը չի, կարևորը պետությունն է, մյուսներն ասում են կարևորը մանդատը չի, կարևորը արդյունքն է։ Այս սկզբունքով մենք շարժվում ենք։ Ես ունեմ 3 հոգեր, հիմա 4 տեխնացու։ Ես չկամ։ Ուրեմն ես ասեմ, որ դուք իմանաք, նա միաձայն չի ընտրվելու, եթե այսօր այսքան թիմը մեծ է, մարդիկ հավաքվել են, ցանկացած տեխնացու, իր ապրածով, իր արածով, իր արդյունավետությամբ կներկայացնի։ Մեր ժողովրդին կներկայացնենք, ումը որ ընտրեցին, նա էլ կնես, որ անվանական ոչ մեկին խոս չեմ տվել։ Մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, վարչապետ լինելը դա ոնց կեզ ասեմ, հաճույք չի, դա չարչանք աշխատանք է, ով կարանի, ով այդ փորձ ունի, այդ ծանոթության տակ եւ իմ թիմը կամաձայնվի այդ ազգանուն հետ, նա էլ կլինի։ Պարոն Ծառուկյան, հաղթանակի դեպքում, պարոն Ծառուկյան, դուք հրաժարական եք տալու, այսինքն բայր եք դնելու մանդատը։ Հնարավոր է, որ ես խորհրդարան չմտնեմ, այո, շատ հնարավոր է։ Հաղթանակի դեպքում դուք եք լինելու վարչապետը, թե Ոչ, ես չեմ լինելու, բայց իմ կուսակցությամբ հետևելու ենք, ով կարող է անել, նա պետք է անի։ Կուսակցությունը թիմը կուռ է մի մարդու նման, մեր բոլորի ուզածը, որ համախմբված լինի, արդյունավետ լինի, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գանք, մեր մեջ կուղենք աշխարհում եք, որ աշխարհը մեզ հարգի։ Պարոն Ծառուկյան, ձեզանից կոալիցիա, հետընտրական կոալիցիա պատկերացնում եք, թե ոչ։ Հիների հետ ոչ մեկի հետ չեմ պատկերացնում, այսօր գործողները չեմ պատկերացնում։ Եթե անգամ դրա